Պարոն Ստեփանյան, մեր տեղեկություններով դեռևս նիստն էլ չի մեկնարկել եւ ամեն դեպքում ակնկալիքները դատարանից օրինաչափորեն, ինչպես Նոր Հայաստանում է լինում, կլինի նույն արդյունքը, այսինքն նույն հետևանքը, թե սպասում եք ավելին այս անգամ։ Չէ, իհարկե չենք սպասում ավելին, ամիսներ շարունակ տեսնում ենք, որ այս դատարանը վերածվել է ՔՊ-ի նախընտրական շտաբի։ Այս դատարանում գործում է դատավոր, որը որ տարբեր ապօրինի որոշումներ առանց աչքը դակելու իրագործում է, ինչպես ՔՊ-ի սրտի դատավոր, իհարկե ոչ մի դրական բան սպասելի չի, միանշանակ։ Ինչ վերաբերում է երեկվա տրագիկ կոմեդիկ շոուին, մի հատ լավ սցենա բան, իրենք հնդկական կինոներ շատ են սիրում, Շենգավիթ վարչական շրջանում բնակվել են, տեսել են, որ հնդկականներ այնտեղ շատ են ցուցադրում, սովորել են։ Երեք մի տրագիկ կոմեդիկ բան էին նկարում։ Թևանյանը իր ոտքով եկել էր քննչական կոմիտե, Մազմանյան մեկ հասցեն, որ պետք է գործեր, մուտք գործեր 2-3 մետր հեռավորության վրա էր։ Մարդը 2 օր է Հայաստանի Հանրապետությունում նման հոդվածով, ես չգիտեմ, մարդիկ ապօրինի հոդվածը դրել են դավաճանության, չգիտեմ ինչ իրենց մտքով անցել է։ 2 օրը շրջում է Երևան քաղաքում Քարոզ Արշավյանում, երեք իր ոտքով եկավ, որ տեսնի ինչ է կատարում, մուտք գործի, եկան կանդալները, ձեռնաշղթաները դրեցին, դեպի նկարել էին, որ տանային ցույց տային, լավ զգային, ոչ մի բան չենք բացառում, ինչ ուզում են թող անեն։ Այսօր ժամը, սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 15:30 Արաբկիր վարչական շրջանում մեր քարոզարշավը շարունակվելու է, հետաքրքիր քարոզարշավ է լինելու, ոչ մի վախի մթնոլորտ չկա, իրանց ուզածն էլ հենց այդ է, որ պարակտեն, վախի մթնոլորտ ստեղծեն, չի լինելու նման բան, նահանջ չի լինելու։ Պարոն Ստեփանյան, հաշվի առնելով, որ արձակուրդում գտնվող պաշտոնատար անձն է սկզբում հայտարարում, հետո են գործընթացներ մեկնարկում, այստեղ խնդիր չեք տեսնում։ Ամենտեղ խնդիր կա։ Մարդը հայտարարում է, որ գնացել է արձակուրդի եւ քարոզարշավի անում, արձակուրդու մեջ գտնվող ժամանակավոր կառավարության ղեկավարը հրահանգներ է տալի ապօրինի, իրավապահ մարմիններին, որ գործ կարեն, գործ հարուցեն, իսկ ուրիշ ինչ էիք սպասում։ Քաղաքացիական պայմանագրի միակ հենարանը մնացել է իրավապահ համակարգը։ Ժողովրդի հետ կտրված են։ Տեսեք Երևան քաղաքի իրենց քարոզարշավ եւ Հայաստանի Հանրապետությունում ինչ քարոզարշավ են անում, կտեսնեն, որ Երևանցին մերժում է։ 23 թվականին է մերժել, իսկ ավելի կոնկրետ հունիսի 7-ին ժամը 7-ին կլսեք ինչ մերժում է լինել, որտեղ մեծ մասնակցություն է ապավելու Երևանցին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու այս ապիկար իշխանությունների, որը Հայաստանի Հանրապետության գլխին տարբեր արհավիկներ ա բերել, իր պատասխանը տալու է։ Ես դες վստահեցնում եմ։ Պարոն Ստեփանյան, կարծում եք, որ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որովհետև այսօր նաև իմացանք, որ գրավման համար բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, փաստորեն ոչ միայն քաղաքական գործիչների են կալանավորում, նաև սովորական քաղաքացիների, որպեսզի նրանք ակտիվ չլինեն եւ չսատարեն ընդդիմությանը։ Ես դες հիշեցնեմ, որ 1 տարի առաջ նույն այս ամիսներին, երբ որ Երևանի ավականու նիստերի ժամանակ քննադատում ենք, որ քաղաքացիական պայմանագրի 9%-անոց Ավինյանի գլխավորությամբ ինչ ալանթալան է կազմակերպում, ինչ մսխում է գումարները, մի քանի օր ելույթ ես անձամբ ելույթ ունեցա եւ ասֆալտապատման հետ կապված միլիարդավոր դրամների տեղ ցույց տվեցի, որ մսխվել է, մի քանի օր առաջ ինքստիկյան, չգիտես ոնց երկար տարիներ իմ մեքենան, տան պատկանող մեքենան կանգառում էր իմ տան դիմաց, այդ մեքենան այրեցին։ Հիշում եմ դեպքը։ Պատուհանը ջարդեցին, բենզինը լցրեցին եւ այրեցին, անցել է 1 տարի, բացահայտվել է գործը։ Իհարկե ոչ։ Ընթացքում մի հատ 20 տարեկան երեխա են գտել, որ ինքն էր վառը, այդ երեխան հիմա տանն է։ Դա ինձ չի հետաքրքրում, հետևի կանգնած մարդիկ են պետք, բայց չի բացահայտվելու։ Հունիսի 7-ից հետո կբացահայտվի։ Դա հենց այդ փորձն էր, որ լռեցնեն։ Իսկ ինչ վերաբերում է գրառումներին, ինչ գրառումներ, մարդկանց լայքի համար են արդեն գործից ազատում, վախեցնում, զանգում հորաքրոջ աղջկան, ասում ձեր բարեկամը լայքել է անդիմադիր ուժերից մեկին աշխատանքից ազատել։ Սա բեսպրիդել է, ժող բաստիոնում արդեն ինչ ասես կատարում է։ Գիտեք ինչն է, վախը։ Մեծ մասնակցություն ընտրություններին, քաղաքացիական պայմանագիրը վախի մեջ ինքը լավ, սենց ճպճպում է վախի մեջ, գիտի վերջը գալիքին ինչ է։